Անձնագիրը նոր է ստացել, բայց փոխելու կարիք կա։ ՆԳՆ-ի շրջիկ սպասարկման գրասենյակ մեքենան, քանի իրենց մոտ Չարենցավան է եկել, բնակիչը շտապում է լուծել առաջացած խնդիրը։ Շփոթված լվացել են լվացքի մեքենա։ Մնացվել է։ Մնացվել է։ Հələ դրթաց է իր անձնագիրը։ Ժլետը գրպանում է։ Հարց այլ չի ստոգյալ գրպանները լվացել։ Ձևակերպումն արեցին, ստացական տվեցին, հաջորդ այցին նոր փաստաթուղթը կբերեն, ասացին։ Դուք բերել եք շնորհակալություն։ Անիվների վրա նման գրասենյակներում կարելի է եւ անձնագրի հետ կապված հարցեր լուծել եւ մեքենայի հաշվառման վարորդական վկայականի։ Պետությունը մի խումբ ծառայություններ է վստահել նման կենտրոններին։ Քաղաքացիներին մեկ անգամ եւս տեղեկացնում են ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Միգրացիա եւ քաղաքացիության ոլորտում մատուցում ենք անձնագրի փոխանակման, Ղարաբաղից տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունման, ինչպես նաեւ քաղաքացիություն շնորհվելուց հետո առաջին անգամ անձնագրավորման գործընթացները, հաշվառման քննականն էլ մատուցում են վարորդական վկայականների տրամադրում, սեփականության վկայականների արդեն փոխարինում կամ փոխանակում ու կորած վարորդական վկայականի փոխարեն նորի տրամադրում։ Մեր նկարահանման ընթացքում վարորդական փաստաթղթին վերաբերող հայտեր չեղան, բայց գործը բարդ չէ, տեղում ունեն նաև ֆոտո անելու հնարավորություն, վստահեցրեց աշխատակցուհին։ Քաղաքացին տեղում նկարվում է, ստորագրում է, վճարումը բանկում է այստեղ կատարում, մենք այստեղ ժամանակավոր վարորդական վկայական ենք տրամադրում թղթի տեսքով, քաղաքացին արդեն մոտենում է Կոտայքի ՀՔԲ, այնտեղից պլաստիկ քարտը ստանալու։ Դիմումների մեծ մասն առավոտից անձնագրային հարցերով էին։ Մի ժամը 7 անձնագրի փոխանակում ենք ընդունել։ Հաջորդը տեղահանված մեր հայրենակցի հայտը լրացվեց։ Քաղաքացիություն ես ստացել եմ, հիմա մոտեցել եմ հայրիկիս համար։ Խնդրեց կլինի դուք գաք, ծնողը քայլելու խնդիր ունի, ասացին այո, շրջիկ գրասենյակը նաև դրա համար է, օրվա ավարտին մեքենան կմոտենա։ Հաշվի առնելով, որ այս փուլում շատ են Հայաստանի քաղաքացիություն ստացող Ղարաբաղից տեղահանված մարդիկ, վարչության պետն աշխատակիցներին լրացուցիչ հիշեցրեց օրենքի վերջին փոփոխությունը։ Ղարաբաղի քաղաքացիությունը էլ գումար չենք վերցնում, սեպտեմբերի 1-ից հանվել է պետական դուրքը։ Չարենցավանից բացի ՆԳՆ-ի սպասարկման շրջիկ մեքենաներն այս շաբաթ եղել են նաև Արագածոտնի Արագած եւ Գեղարքունիքի Ճամբարակ մարզկենտրոններից հեռու խոշոր համայնքներում։ Նման ծառայության կարիք երկրում առաջացավ համակարգի օպտիմալացման 16 մասնաճյուղ փակելու պատճառով, բացատրում է Աննա Մակարյանը։ Որպեսզի ծառայությունները շարունակեն հասանելի մնան քաղաքացիների համար, արդեն իսկ գործարկվեց շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը, ինքը միջանկյալ լուծում է մինչև պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում արդեն նոր կենսաչափական համակարգի ներդրումը։ Որ օրը ուր կգնան շրջիկ գրասենյակները, գրաֆիկը նախապես հաստատվում է։ Ծանուցում են դիմերին, որ նրանք էլ բնակչությանը տեղյակ պահեն։ Սա օրինակ Չարենցավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջն է։ Չեն տեսել, չեն էլ ուզում լսել, հայտարարում են շրջիկի դեմ այստեղ նախորդ տարվանից պայքար սկսած անձնագրայինը հետ բերել Չարենցավան նախաձեռնող խմբի անդամները։ 43000 բնակչություն ունեցող համայնքը չի կարող ինչ-որ գրասենյակ չունենալ, այլ սենց երկու ամիսի մեկ միա շրջիկ կա, դա չի բավարարում մեր պահանջարկը։ Բողոքավորներից անկախ ում պետք էր համայնքապետարանի բակ էին գալիս շրջիկ գրասենյակի ծառայությունից օգտվելու։ Հերթականը դարձյալ անձնագրի դիմում է արտերկրիստուն վերադարձած բնակչից։ Ժամկենտանց է եւ խորելա, հենց կարելի ասել։ Նոր անձնագիր եք ուզում ստանաք։ Այո։ Առաջիկայում կհաստատվի, կհրապարակվի սպասարկման շրջիկ մեքենաների նոյեմբերի այցերի ժամանակացույցը։ Հերմինե Բաղդասարյան, Մեհեր Կիրակոսյան լուրեր։